Բարև ձեզ բարեկամներ, փաստերի անակնկալների, կարճիքների հեռուստաալիքը Փակ TV-ն ողջունում է իր բոլոր ունկնդիրներին։ Բոլոր այն մարդկանց, ովքեր ամեն անգամ մեզանից ինչ որտեղ սպասում են իսկապես անակնկալներ, բացահայտումներ եւ իհարկե հետաքրքիր կարճիքներ։ Ես ձեզ պիտի ասեմ, որ մենք այս առումով երկար ենք մտածել, թե ում այսօր հրավիրենք մեր տաղավար եւ իհարկե հիմա ձեզ սպասում է այդ հաճելի անակնկալը, երգչուհի Թամարա Ժամարյանն է մեր տաղավարում, երգչուհի, պարուհի, անձ, որը երգում է աշխարհի 32 լեզուներով, պատկերացնում եք, Գինեսի ռեկորդների գրքում կարելի է Թամարային գրանցել։ Թամարա, բարով եք եկել Փակ TV։ Բարև ձեզ, մեր շատ սիրելի պարոն Հուշյան։ Ես քիչ առաջ ասացի, չէ՞, մինչև եթերի սկսվելը ասացի, ես ինձ ինչ հիշում եմ, դուք կաք եթերում, եւ թող միշտ լինեք, մենք ձեզ շատ սիրում ենք։ Շնորհակալություն։ Թամարա, ես ուզում եմ նախ հարցնել այս բուրըն զարգացումների, անակնկալների, հետաքրքիր ինչ որտեղ նաեւ վտանգավոր զարգացումների երկրում ինչպես եք դուք ձեզ զգում։ Բայց շատ դժվար, պարոն Ղուշյան, հատկապես երբ հայրենասիրությունդ խեղդում է, այսինքն փոքրուց դու դաստիարակվել ես մի այնպիսի ընտանիքում, որտեղ առաջնայինը հայկական մշակույթն է, առաջնայինը մեր գիր եւ գրականությունն է, մեր հայրենիքն է եւ այդ դաստիարակությունը ստանալուց հետո ապրել մի երկրում, որտեղ իսկապես որ կան ցնցումներ, շատ բարդ է։ Բայց Բայց դիմանում ենք։ Ժամարյանը դիմանալուց բացի նոր երգեր էլ է իհարկե գրում, ստեղծագործում եւ իհարկե ես դրա համար շատ ուրախ եմ։ Գիտես, հրաշալի ընտանիք ունեք, երկու տղաներ, չէ՞։ Փառք Աստծո, ես եմ։ Մեկն արդեն բանակում ծառայել է։ Այո։ Եվ սիրելի բարեկամներ, ուզում եմ ձեզ ասել, երբ Թամարա Ժամարյանի որդին ավարտեց ծառայությունը հայկական բանակում վերադարձավ, ընդամենը 1-2 ամիս հետո սկսվեց 44 օրյա պատերազմը եւ նա պատկերացնում եք կամավոր նորից վերադարձավ առաջինքից մոր համար դժվար չէր։ Տղաս ասում է մամա մի էլի բարձրաձայնի է թեման, բա ինչ պիտի անեինք, ասում է դա բոլորիս պարտքն է ու հիմա էլ եմ այդ նույն հարցը տալիս, ասում եմ տղաս Աստված մի արածց է, եթե էլի նման արհավիրք լինի, դու էլի պատրաստ ես կանգնել, ասում եմ սահմաններում, ասում է իհարկե։ Այդպիսին ենք մենք, պարոն Ղուշյան։ Գիտեմ, այն փոքրներ հետևից գալիս է, չէ՞։ Եթե դուք տեսնեք, ուրեմն փոքրիս անունը Արամազդ է։ Ահա։ Մի շատ խելացի Սերգեյ, փոքրինս Արամազդ ու Արամազդից փլեյլիստը, դե հեռախոսներ ունեն, չէ՞, երեխաները, պլանշետներ, բան։ Եթե տեսնեք իր փլեյլիստը թե ինչ է լսում, ասում եմ Արամազդ պետք չի այդ աստիճանի լինել հայրենասեր եւ միմիայն լսել տենց ֆիդայական երգեր, լսում Ներսիկի Սպիրյան, Արաբոյի Սպիրյան, այս sense բաներ է լսում, բանը Գարահիսար պատկերացնում եք, ասում եմ այ Արամոս ջան, ախր սկի մեծերը չգիտեն, ասում եմ այդ երգերը բալես, ասում եմ հերիք, մի քիչ ավելի տենց մանկական բաներ, չէ, մամա, մի հատ լսի, էլի էս հայրենիքի մասին երգ։ Դե հայրենասիրությունը մայրիկից անցել է։ Այո, դրանք գենով են գալիս։ Ես գիտեմ նաև թե դուք որքան շատ սիրում եք Երևանը։ Ոյ, խնդանալու Եվ իսկապես ինչու՞ միայն Երևանը, Հայաստանն էլ իհարկե, բայց Երևանը առանձին տեղ ունի ձեզ մոտ եւ բոլորովին վերջերս ես պատահաբար տեսա Երևանի մասին մի երգ, որը ռուսերեն էր, ինչու՞։ Այո, ինձ գրում են, ասում են ինչու է ռուսերեն տեքստը, որովհետև այդ գեղեցիկ երգը գրել է հրեա ազգությամբ հայտնի բանաստեղծ, որը պարզապես սիրահարվել էր Երևան քաղաքին եւ Հայաստանին, ու ասաց Թամարա, գիտեք, ես երազ տեսա, ինձ Աստված ասաց, որ դու պիտի գրես
Հայաստանի մասին եւ Երևանի մասին երգեր։ Ասում եմ, բայց դուք եղել եք երբևէ Հայաստանում, ասում եմ, չէ, ես չեմ եղել, բայց ասում եմ, պաշտում եմ ուղակի։ Ասում եմ, Երանի, դուք ասում եմ, չլինելով ազգությամբ հայ, որ այսքան սիրում եք, Երանի ձեր այդ մի փոքր ոնց որ բանը սենց փոխանցվի մերոնց, էլի, չէ, ասենք շատ հայեր կան, որ երևի ոչ էլ այդքան կարող ասի կամ հիշեն Հայաստանը։ Թամարա, ես պիտի ասեմ, որ դուք որքան գիտենք ավարտում եք նաև շուտով ինստիտուտը, որտեղ ստանալու եք ֆինանսիստի մասնագիտություն, բայց այդ հարցին դուք կպատասխանեք մի փոքր անց, երբ մենք դիտենք այն երգը Երևանի մասին, որը գրել է ձեր հրյա ընկեր բանաստեղծը։ Սիրով։ Խնդրեմ, առաջին մեր երգը Թամարա Ժամհարյանի կատարմամբ։ Большой каскад в узоре дня, в ночи поющие фонтаны, святая Родина моя, Эчмиadzин, что нотой главной всегда звучит в моем пути, и парк любви ласкает память, и Северный проспект манит. Я по нему пройти желаю в круговороте лет и стран. Я вижу вновь родные лица, ты в моем сердце, Ереван, и ты души моей столица. И сколько бы ни минуло вот Аракса или же Севана, всегда в душе моей живет им Хайастан, свет Еревана. Дудук жив сотни лет подряд, он по судьбе со мной повсюду, словно казахский водопад, что вечностью являет чудо. Какие бы ни были моря или берега в аккордах края, Сирумем болорит, друзья, вас в целом мире нет роднее. В круговороте лет и стран я вижу вновь родные лица, ты в моем сердце, Ереван, и ты души моей столица. И сколько бы ни минуло вот Аракса или же Севана, всегда в душе моей живет им Хайастан, свет Еревана. Я вижу вновь родные лица, ты в моем сердце, Ереван, и ты души моей столица. И сколько бы ни минуло вот Аракса или же Севана,
Всегда в душе моей живет и моя сталь свет Еревана. Շիրի բարեկամներ, շարունակում ենք ծրագիրը մեր տաղավարում հյուրընկալել ենք երգչուհի Թամարա Ժամարյանին։ Թամարա, հրաշալի երգ է իրոք, եւ պատկերացնում ես հրյա մարդը գրում է նման երգ, իսկ դու որքան հաճույքով այն ներկայացրիր։ Եվ շատ մի կողմից էլ լավ է, որ հենց ռուսական տեքստով էլ երգում ես, իհարկե հետագայում կարելի է եւ թարգմանել։ Բոլորը լսեն։ Այո, որտեղ թող աշխարհի մարդիկ բոլորը ովքեր ռուսերեն գոնե գիտեն, թող լսեն։ Ասացի, որ դու նաև շուտով դառնալու ես ֆինանսիստ։ Սա ինչ է, այսպես շրջադարձ է դեպի ֆինանսական աշխարհ։ Դե այնտեղ լավ, այսպես ասած, կոպիտ ասած ֆինանսների հետ մեծ սեր ունես։ Չէ, երբեք էլ չեմ մտածել, որ կգա մի օր, որ ես տենց կտրուկ փոփոխություն կանեմ, հա, տեն մասնագիտական։ Եթե անկեղծ սովորում եմ Ուկրաինայի պետական տնտեսագիտական համալսարանում, որ արդեն շուրջ 20 տարի է գտնվում է Երևան քաղաքում, եւ ես իրենց հետ արդեն շատ երկար տարիներ է ինչ համագործակցում եմ այդ դեսպանների, իրենց այդ անկախության տոն, բան, այսպես ու միշտ ռեկտորը, նո, քանի որ ընկերներ ենք, ասում էր Թամարա ջան, ինչի՞ չես գալիս սովորում։ Դու երևում է, որ բացի տաղանդը նաև ունես խելք։ Ասում էի, վայ, պարոն Խուդրացյան, բայց դժվար էլի։ Ես ասենք ուր թվերն ուր, բան, բայց քանի որ մեր կյանքը բաժանվեց երկու մասի, հա, 18 թվից առաջ եւ 18 թվից հետո, ցավոք հասկացանք, որ միայն մշակույթով այսօր երևի թե դժվար է, հա։ Դու չես պայի։ Հա, ապրել եւ շարունակել ինչ որ չգիտեմ աճել եւ զարգանալ եւ ասացի ինչու ոչ ու ինքս էլ շատ եմ սիրում են գաղափարն ու միտքը որ ասում են մարդն ինչքան կա այնքան պիտի սովորի այնքան պիտի ձգտի այնքան պիտի աճի եւ բացահայտի նորանոր աշխարհներ եւ ասացի հենց էլ կփորձեմ ու պատկերացրեք ստացվում է վատ էլ չեմ սովորում լավ եմ սովորում քննությունները ստանում եմ բարձր ու այդպես առաջաստված արդեն մնացել է կես 4-րդ կուրսում եմ արդեն շուտով կավարտեմ առաջաստված մեր երևի այսպես ասենք արդեն այսօր որ մենք հրավիրենք երգչուհի պարոյ Թամարա Ժամարյանին պիտի նշենք որ նաև ֆինանսիստ Թամարա լավ վերադառնանք երգին որտեղ քո տարերքը երգն է այնուամենայնիվ արվեստը երգը ես ասացի որ դու երկում ես 32 լեզուներով։ Դա ինչպես ստացվեց։ Պարոն Ղուշյանեն, որ ասում են ճուտը ձվի մեջ է երևում, ես որ շատ փոքր էի, դե լինելով Նորա Ժամարյանի դուստրը բնականաբար չէ, մեր տուն գալիս էին այդ արտիստները, այդ գիգանտները, այդ ձայների տակ եմ ես մեծացել, բա։ Բայց օրինակ սենց որ նստում էին տենց այդ մշակույթի այդ վաստակավոր գործիչները, սենց մտնում էի վարակույրի ետևը, սենց բացում էի, ասում էի, ելույթ կունենա Թամարա Ժամարյանը գնչուական երգ պար։ Տենց սկսում էի գնչուական երգ էլ պարել, հետո նորից էի փակում վարակույրը։ Իսկ այժմ հնդկական երգ պար։ Իսկ այժմ վրացական, իսկ այժմ ղազախական։ Ու ես պապաս ասում էր, այս երեխան եթե մի օր դառնա արվեստագետ հաստատ Արև Բաղդասարյանի, Թամար Խանումի ճանապարհը պիտի բռնի ու այդպես էլ եղավ, պարոն Ղուշյան, հետաքրքիր է։ Փոքրուց շատ եմ բացի այն, որ ես պաշտում եմ մեր մշակույթը, հա, մեր լեզուն, շատ եմ սիրել նաև հետաքրքրվել եւ ուսումնասիրել տարբեր երկրների մշակույթներով, այդ իրենց այդ տարազներով, պարլամենտներով, ինձ միշտ շատ է գրավել այդ տարբեր այդ երկրների երգերը, պարերը, մի խոսքով, եւ ամեն մի տարած պատկերացրեք պատմում է տվյալ երկրի մասին եւ իրենց խարակտերի, այսինքն բնավորության մասին։ Դուք այդ պարլամենտների մեջ կարող եք գտնել իրենց բոլոր այդ բնավորության գծերը։ Օրինակ ասենք իսպանական պար, չէ, երբ նայում եք կամ երգ, լրիվ իրանց այդ բնավորությունը երևում է իրենց պարի եւ երգի մեջ։ Շարժումները։ Այո, ես դրա համար իրենց այդ ֆոլկլոր, հա, օրինակ եթե ես երգում եմ տվյալ ազգի երգ, պարտադիր դա պիտի լինի ֆոլկլոր եւ պարտադիր պիտի ամբողջ ազգը դա անգիր իմանա, որպեսզի հետը ձայնակցեն երգերն եւ սիրեն։ Պարտադիր չի միայն երգել ուղակի իրենց լեզվով,
Երբ արդեն սիրված երգ ես հնչեցնում կամ ֆոլկլորային երգ, չէ, դա ավելի մեծ հաջողություն է ունենում ու ավելի լավ է ընդունվում։ Իդեպ, ինչպես է հայրիկդ, մեր Նորայր Ժամհարյանը։ Փառք Աստծո, շնորհակալ եմ։ Հրաշալի անձնավորություն է, գիտեք, մի անգամ առիթ եմ ունեցել։ Դե ես ճիշտ ասած իրեն վաղուց գիտեմ, այո, երբ դուք երկուսով եք մեզ հյուրընկալվել, հիշում ես, մենք ջերմ էսպես մտերմիկ զրույց ունեցանք եւ Նորայր Ժամալյանը ասաց, որ իհարկե իր ինքը պիտի շարունակի նոր երգեր։ Ձեզ համար հատուկ գրում է երգեր։ Ճիշտն ասած, պապաս բոլորի համար գրել է եւ գրում է անվճար, երևի գիտեք, ինքը երբեք չի վաճառում։ Երբեք չի վաճառում երգ, ասում է թող ժողովուրդը երգեն, ասում է Աստված տվել է, որ ես տամ։ Բայց հենց որ ես եմ ասում պապ մի հատ երկու, ասում է փողը դուր կտամ։ Ասում է այդ հերթը հասավ ինձ, որոշեցի վաճառել։ Չէ, գրում է, տենց մի երկու բան ունեմ իրենից, բացի այն, որ իմ հասակը եւ 50 տարիս արեցինք դուետի տեսքով, ունեցանք եւս մի շատ սիրուն երգ, ճիշտ է սիրելիս, էլի շատին երգ է, Ֆլորա Մարտիրոսյանն է երգել, բայց այդքան շատ չի երգել։ Դա տենց վերցրեցի, ձայնագրեցի եւ նկարահանեցի։ Ունես դա։ Այո, ունեմ։ Հետո առաջիկայում միայն թե Աստված ջան լինենք խաղաղ, ապրենք խաղաղ ու արվեստագետներս էլ միմիայն ստեղծագործությամբ զբաղվենք։ Իդեպ ես հիմա առաջարկում եմ լսենք 50 տարի Սիշարտակեցիր հատված այդ երգից, որովհետեւ ժամանակի սահության պատճառով չեն կարող երգն ամբողջությամբ, բայց այդ երգը իսկապես շատ է սիրվել ժողովրդի կողմից եւ 8 րոպեանոց երգը լսվում է ոնց որ ասենք մի քանի րոպեի։ Պատկերացեք, պարոն Ղուշյան, ամբողջ աշխարհ, չէ, դա ասենք գրեթե ամբողջ աշխարհով մենք սենց շրջագայել ենք եւ շրջագայում ենք, չկա մի հայ, իսկապես եմ ասում, ոչ թե որ իմ պապայի երգն է դրա համար, չկա մի հայ, որ այս երգը անգիր չիմանա։ Եվ իմ կարծիքով երգը հենց դա է, մարդիկ պիտի անգիր իմանան, ոչ թե այսօրվա երգերը, 1 ամիս, 2 ամիս, ասենք, բանը եթերից իջան ու վերջ, մահացավ երգը, չկա էլ այդ երգի մասին ոչ ոք չի հիշում։ Այ երգը սա է, որ 50 եւ ավել տարին, օրինակ Սայաթ-Նովան քանի տարի առաջ չէ գրել երգեր։ Առ այսօր ակտուալ են երգերը, առ այսօր երգվում են։ Իմ կարծիքով երգը դա է։ Լավ, հիմա մեր հաջորդ երգը հենց 50 տարվանն է առել։ Խնդրեմ։ Մանկությունդ մի թրջուն էր, քամունաման սլանում էր, լուսին ամեն երեկոն էր, քեզ երգելով ննջեցնում էր, բայց չզգացիր տարես տարի համոզելով ծերացնում էր լուսին ամեն երեկոն էր, քեզ երգելով ննջեցնում էր, բայց չզգացիր տարեց տարի համոզելով ձերացնում էր 50 տարի կոտրեց խորատ սև մազերատ թափվեց բուրատ ձերությունը չոքեց դուրատ
որն է հալալ է քեզ պայծառ արել ջերմակեց իրմ ասեր էլի սրտով տաքես բար կյանքը դարձրիր աշնան տերել Ծաղիկների բույրներաշ այլ աշխարհեր անուշանուշ ջահելների սիրտներանուշ հոգինանուշ շունչներանուշ տարիներս շուտ հեռացան ուշեր դարձան անուշանուշ ջահելների սիրտներանուշ հոգինանուշ շունչներանուշ տարիներս շուտ հեռացան ուշեր դարձան անուշանուշ Ես ուզում եմ ասել, որ պարզապես այս երգը ամեն անգամ երբ լսում եմ հիմա հատկապես այնքան այսպես գնում եմ դեպի հեռուները եւ չգիտեմ կարծես ինձ համար է գրված ես ճիշտ ասած այս երգը առաջ անգամ լսեցի երբ Ծախարոտներ երգում բայց չեն ասում ով է հեղինակը այո ցավոք մարդիկ պիտի ասեն չէ որ այս երգի այս հրաշալի երգի հեղինակը Նորայր Ջամալյանն է հրաշալի մի բացառիկ անձնավորություն հիշում եք այն ժամանակ երբ որ հարսանիքները վրանների տակ էին անում այո մեկ էլ Երկիչը երբ տեսնում էր 50 տարիս երգը տենց արձագանք չէ հիշում եք ինչ sense գումարներ էին բան չէ sense տալիս երգչին ասում էր ես եմ գրել դե ժամանակ չկային չէ հեղինակային իրավունք հասկացություն բան չկա հիմա մեկը մյուսից գողանում են ասում են իմ ինչքան ա եղել որ մեր տան դուրը գիշերով տենց եկել են դուրը թակել են ասել են արի ասա որ դու ես գրել ստեղ վեճա այս Հրաշալի երգ է դու էլ ամեն անգամ երևի լսում ես քո մոտ հաճելի հուշերի արտանում շատ այո Հայրիկի առողջությունը լավ է չէ Փառք Աստծո Հրաշալի ձայն ունի Միչալուս տեմբրը հաստապես շատ որ ասացի պապա ուզում եմ քո հետ երգեմ դե մեր առաջի դուետ իմ հասակներ կարծեմ մի անգամ այստեղ ձեզ մոտ հնչել է Այ բալա ես հո երկող չեմ, ես ընդհանրապես երկհան եմ, ասացի, չէ, այնպես ինչպես հեղինակը կարող է մատուցել իրից գրած երգը, աշխարհում ոչ ոք չի կարող։ Իհարկե, ես լիովին համամիտ եմ ձեզ հետ, եւ սիրելի բարեկամներ, պատկերացնում եք, հրաշալի երգերի հեղինակ Նորայր Ջամալյանը այնքան համեստ, այնքան այսպես ոնց ասեմ, կիրթ անձնավորություն է, որ Կարծես թե երկերը ես եմ գրել կամ ես իմ մեկ այլ Վարկան մայնց վրա ասում համեստ եղիր, ասում եմ չէ ես քո նման չեմ լինելու։ Հենց էլ անհամեստ է։ Չէ, Թամար ջան, իհարկե, հրաշալի է որ նման հայր ունես։ Ես պիտի ասեմ որ տեսահոլովակները որ դիտեցինք թե Երևանը թե այս տեսահոլովակը Դրանց հեղինակ օպերատորը ով է շատ ճաշակով նկարահանումներ է կատարում։ Այնքան անուշ մի աղջիկ Մայրամն է Գևորգյան, այո, շատ երիտասարդ, տենց փոքրամարմին, ես որ տես առաջ եմ։ Մայրամ Գևորգյան։ Ասում ես աղջիկը ինչ պիտի նկարի։ Մայրամ Գևորգյան, լսում եք։ Ես ձեզ հրավիրում եմ մեր տաղավար մի անգամ էլ արեք
Թամարայի հետ ջերմ զրույց ունենանք, որովհետև դուք հրաշալի տեսահոլովակներ եք նկարահանում եւ իհարկե ես ճիշտ ասած շատ ուրախ եմ։ Մի տեսահոլովակ ենք այսօր դիտելու։ Կարող է տեսահոլովակը Հայաստանի մասին ինքն է նկարել նորից։ Չէ, դա ինքը չի նկարել, դա նկարել է իմ շատ հին ընկերներից Արթուրը Մելքոնյան։ Ճիշտն ասած, միշտ այնց մտածում էինք էլի միասին մի աշխատանք անել, ու ասեցի Արթուր ջան, սենց մի երգ ունեմ, երևի թե հենց դու կկարողանաս գեղեցիկ վերարտադրել, ասենց փորձեմ ու պատկերացրեք այդ մի քանի րոպեվա մեջ շատ բարդ էր զետեղել մեր ամբողջ այդ հայաստանյան այդ գեղեցկությունը, մեր այդ գեղատեսիլ վայրերը, վանքերը, բայց հնարավորինս փորձել ենք։ Ինքը նկարանեց ամբողջը, ուրիշ չեք վերցել արխիվից։ Էլի իր նկարահանված կադրերից, այո, վերցրեցինք եւ չգիտեմ ինչքանով է ստացվել, բայց տենց փորձեցինք փոքրիկ այդտեղ բյուջեի շրջանակներում, այո, Հայաստանը։ Այո։ Ու էլի հենց այդ հրյա մեր այդ բարեկամի նույն հերինակից։ Այսինքն այդ երգը նույնպես ռուսերեն է։ Այո։ Դե ավելի լավ, նայենք, խնդրեմ։ Սիրով։ Вдали гордостью моей нет родней земли. Я живу Арменией, Ереван ночной, древности церквей. Мир всегда родной. Я живу Арменией, в переливах дней. Ты прекраснее стал, нет тебя родней. Вечный Хайастан, вечный Хайастан. Մեշար լաստավուր ուրեք հիմա ուր вы душой своей навсегда с Арменией сурпеч мияси древности глубин. Я живу Арменией, в переливах дней. Ты прекраснее стал, нет тебя родней. Вечный Хайастан,
Այո, հավերժ Հայաստան։ Եվ իհարկե մեր երկրի մասին Թամարա Ժամարյանի հնչեցրած այս երգը իսկապես հրաշալի է։ Գիտեք, պարոն Ղուշյան, մեկ-մեկ ես ինձ բռնացնում եմ այդ հիվանդագին սիրո վրա եւ նախանձում եմ այն մարդկանց, որ տենց թեթև են ապրում։ Իսկապես ասում եմ, երևի պետք չի էլի այսքան շատ սիրել երկիրդ, որ չխենթանա գոնե։ Իսկապես, մեկ-մեկ ես նայում ես, չէ՞, մարդիկ ոնց են ապրում իրենց կյանքը, թեթև բան, կարծես ոչինչ չի պատահել չի եղել։ Բայց չէ, մենք շատ-շատ ծանր ենք տանում ամեն ինչ։ Երբ որ վիրավորա հայրենիքը, դու ինչպես կարող ես լիարժեք կյանքով ապրել, դա հնարավոր չի։ Ես ասեմ, նման տեսահոլովակները ես ինձ բռնեցի այն մտքի վրա, որ շատ լավ է, որ ռուսերեն են, թող նորից եմ կրկնում, աշխարհը։ Նույնիսկ անգլերենով թող լինի։ Հիշում եք, որ Արա Գևորգյանը տարբեր լեզուներով, չէ՞, ինչքան։ Դե քեզ համար խնդրեմ չկա, ոչ մի լեզու, ասեցի 32 լեզվով երկչուհի։ Աստծո տված շնորհ է։ Դե Թամարա, այնքան ուրախ եմ քեզ համար, շատ ուրախ եմ նախ որ եկար։ Ես ուզում եմ քեզ քաջ առողջություն։ Ես ես կարոտել էի, պարոն Ղուշյան, շնորհակալ եմ։ Վերջի մոհիկանն եք դուք մեր հեռուստաեթերների, իսկապես դե շատ եք սիրում։ Դե ես բոլորի հետ բախտ եմ ունեցել այսպես մոտիկ շփվելու, սկսա ասեն Արև Բաղդասարյան, Օֆելիա Համբարձումյան։ Երամից ես որ իրենց ճանաչել եք, իսկապես։ Ոչ միայն ճանաչել եմ, հաղորդումներ եմ նկարել իրենց հետ։ Եվ իհարկե այդ ամենը անցնելով ուրախ եմ նաև որ քո նման երիտասարդ երկչույն չնայած զարմացա որ իբացա տղատ արդեն բանակում է ծառայել մասնակցել 25 տարեկան է տղաս, այո։ Ամուսնացած է։ Չէ, այդ աղջիկ ենք փնտրում, եթե լավ աղջիկ ունեք։ Լավ, այդ մասին կմտածենք։ Կմտածենք։ Գովազդան եմ էլի տղայիս։ Երկու կրթություն ունի, ինքը հրաշալի գեղեցիկ տղա է նաև։ Դե Տնով տեղով ամեն ինչով ապահովված տղա է։ Այո, լավ աղջիկ ենք։ Սերի բարեկամներ, ինչպես կարելի է նման գեղեցիկ տնոջից գեղեցիկ տղա չտնել։ Իհարկե, Թամարը շատ իսկապես ուրախ է որ եկար եւ շատ ցավում եմ որ մեր ժամանակը այսօր ավարտվում է, բայց մեր նոր հանդիպումը սարերի հետևում չի լինելու, պայմանավորվեցինք որ Մարինա Գևորգյանը, այն աղջնակը Մարիամ Գևորգյանի հետ գաք մի օր, որովհետեւ առաջ Աստված էլի նորից նախատեսում եմ եւս մի հետաքրքիր տեսահոլովակ, չասեմ ինչ, հա, թող տենց անակնկալային լինի, հենց որ եղավ պրեմիերան, պարոն Ղուշյան, ես անպայման միասին այստեղ Փակ TV-ում կանենք։ Շնորհակալություն որ եկար։ Ձեզ եմ շնորհակալ։ Սերի բարեկամներ, երկչուհի, պարուհի 32 լեզուներով երգող մի հրաշալի անձնավորություն, անչափ հմայիչ Թամարա Ժամարյանն էր այսօր Փակ TV տաղավարում։ Մնացեք մեզ հետ եւ անակնկալները շարունակվելու են։ Ցտեսություն։